Տագնապային խանգարում ունեցող անձանց համար անասելի դժվար է սպասելը, համբերելը, մնալ անորոշության հետ, չիմանալ ինչ-որ երևույթի, ինչ-որ դեպքի, ինչ-որ մարդու հետ կապված նրա գտնվելու վայրը, որտեղ է, ինչ է անում, ինչ եղավ, սպասել ինչ-որ պատասխանի, ինչ-որ տեղ գնալուց հստակ չիմանալ, թե որտեղ է գնում, այնտեղ ինչ է լինելու, անորոշությունը ամենաառաջնային թշնամիներից մեկն է, կամ կոնտրոլից զրկվելու հնարավորությունը, չիմանալ վաղվա օրվա հետ կապված ինֆորմացիա, վաղվա օրվա հետ կապված իր անելիքները, գլխին գալիքը, ինչ-որ աշխատանքի հետ, ինչ-որ գործողություններ, ինչ-որ գործ փորձ ունենալու հետ կապված մանրամասն տեղեկացված չլինելը, թե ինչ է անելու, այսինքն այս մարդիկ ցանկանում են ամեն ինչ լինի կառավարելի, հասանելի, հնարավորինս շատ ինֆորմացիա ունենան տվյալ իրավիճակի մասին, հարաբերությունների դեպքում ևս այս մարդիկ չեն կարողանում սպասել, չիմանալ որտեղ է զուգընկերը, ում հետ է, որտեղ է գնալու, ինչ է սպասվում, չկարողանալ պատկերացում ունենալ այդ իրավիճակների մասին, այս ամենը նպաստում է, որպեսզի մարդու մոտ առաջանա լարվածություն, խուճապ, տագնապ, հաճախասրտություն, շնչառության հետ կապված դժվարություններ, մարմնի տարբեր մասերում ծակոցներ, անհանգստացնող մտքեր, կատաստրոֆիկ պատկերացումներ, այսինքն նրանք երբ որ հստակ ինֆորմացիա չունեն տվյալ իրավիճակի վերաբերյալ, տվյալ մարդու որտեղ լինելու վերաբերյալ, իրենց հոգեկանը սկսում է այդ չիմացության փոխարեն ստեղծել, հորինել ինչ-որ պատմություններ, ինչ-որ ինֆորմացիա, որը կատաստրոֆիկ է, խուճապ առաջացնող է, բացասական սցենարներով հագեցած է, հետևաբար սրանից ելնելով է, որ մարդու մոտ առաջանում են սիմպտոմներ, դժվարանում է իր տեղը նստել, դժվարանում է ինչ-որ գործի վրա կենտրոնանալ, դժվարանում է սպասել, անդադար փորձում է կապի դուրս գալ, զանգահարել, գնալ տեղեկացվել, հարցնել, ճշտել, ինֆորմացիա ստանալ, որպեսզի իր տագնապը թուլանա, երբեմն մարդիկ շփոթում են անհանգստությունը հոգատարության հետ, սակայն այստեղ միշտ չէ, որ հոգատարության մասին է խոսքը գնում, այլ այն մասին է, որ մարդը առանց հստակ ինֆորմացիա ունենալու, կոնտրոլը կորցնելու շնորհիվ նրա մոտ առաջանում է շատ ուժեղ լարվածություն, տագնապ, վախեր, անհանգստություն, հետևաբար երբ որ մեր հարազատները ունենում են այս խնդիրը եւ մեզ բազում հարցեր են տալիս, հարցախեղտ են անում, անդադար զանգում են, անջատում ես կամ գրում ես, որ հարմար չի, այս ամենով մենք ավելի ենք բարդացնում իրավիճակը, եթե ունեք նմանատիպ խնդիրներ, ապա պետք չէ միայնակ պայքարել այս խնդիրների դեմ, նման իրավիճակում հարկավոր է դիմել հոգեթերապևտին։